Բարև ձեզ, այսօր խոսելու ենք քիքբոքսինգի Սյունիք ակումբի ձեռքբերումներից։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը մասնակցելու հաղորդմանը։ Խոսենք քիքբոքսինգի Սյունիք ակումբը 23 տարվա պատմություն ունի ստեղծման այս սպորտաձևը, երբ առաջին անգամ Կապանում հիմնվեց։ Խոսենք այս վերջին ձեռքբերումներից հատկապես Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, ինչպիսի մեդալներով եկաք, ինչ ավարով եկաք, ինչպես հաջողվեց այսպիսի արդյունքի հասնել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե մինչ Իտալիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մենք վարկանիշ ենք ձեռք բերել 25 թվականին մասնակցելով աշխարհի եւ Եվրոպայի գավաթի խաղարկություններին, ինչպես նաեւ Հայաստանի պաշտոնական առաջնությանը, որպեսզի ընդգրկվենք հավաքական կազմ եւ մասնակցենք շատ կարևոր եւ պատասխանատու առաջնությանը, որին մասնակցեցինք մեր ակումբի 7 սաներով, գրավեցինք 2 ոսկե, 2 արծաթե մեդալներ եւ պատվով վերադարձանք։ Այսինքն Հայաստանը ներկայացել էր հավաքական թիմով եւ կապանցի մարզիկներն էլ էին նաեւ ընդգրկվել։ Այո, իհարկե հավաքականը ներկայացավ 18 մարզիկներով, 18 մարզիկներից 7-ը մեր ակումբի մարզիկներն էին։ Ինչպես է կարողանում ընտրել լավագույններին, ինչպես է դա հաջողվում, դա տարիների փորձն է, թե պարզապես մարզիկներ կան, ովքեր ունեն լավ պոտենցիալ եւ մարզիչը միանգամից է նկատում։ Իհարկե կարող ենք նշել, որ մարզիկներ ունենք, որ ունեն լավ պոտենցիալ, բացի պոտենցիալը մենք պետք է մասնակցենք Հայաստանի առաջնությանը, որպեսզի ընդգրկվենք հավաքականի կազմում։ Մեր ակումբի մարզիկներից շատերը ընդգրկված են հավաքականի կազմում, բայց ակումբի ներսում մարզումներից աշխատասիրությունից, նպատակասիրությունից ելնելով ընտրում ենք ովքեր են մասնակցելու նման պատասխանատու առաջնություններին։ Սերժ Պապյանը այս Եվրոպայում, Իտալիայում կայացած այս մրցաշարում նաև ոսկե մեդալ նվաճեց, այսինքն Եվրոպայի չեմպիոնի տիտղոս բերեց իր կապան, հերթական ոսկին։ 4 տարի է, որ ընդամենը մարզվում է, Սերժ, ինչպես է հաջողվում, ինչն է քեզ գրավում քիքբոքսինգում առհասարակ։ Ինձ դուր է գալիս այս հարվածային սպորտը, ես դեռ վաղ տարիքից սիրում էի հարվածային սպորտեր, ինձ առաջարկեցին գալ քիքբոքս եւ ես սիրում եմ այս սպորտը, քանի որ այն գեղեցիկ է եւ իր մեջ ընդգրկում է դիսցիպլին։ Կարգապահությունը շատ գրավում է քեզ, այսինքն տղայի համար շատ կարևոր է դիսցիպլինան, եւ ոչ միայն տղայի, այլ ամեն սպորտսմենի։ Պայքարի ընթացքում, երբ որ հակառակորդի հետ արդեն մրցում ես, ինչ ես ամենաշատը մտածում այդ պահին։ Մտածում եմ լսել մարզիչներիս, քանի որ մարզիչները ոչ միայն օգնում են պարապմունքների ժամանակ, այլ նաև աջակցում են մենամարտին իրենց հրանգներով։ Իտալիայում կայացած այս վերջին սեպտեմբերին կայացած այս վերջին մրցումները ինչ տվեցին քեզ, ինչով էին տարբերվում, դրսի մարզիկների փորձը համեմատեցիր քո ընկերների հետ, թե ինչպես եք դուք մարզվում։ Իրականում դժվար էր, քանի որ մասնակցեցի եւ մենամարտեցի ամենադժվար հակառակորդների հետ։ Նրանք ֆավորիտներն էին, երկար ժամանակ անհաղթելի էին, բայց ես իմ մեջ ուժ գտա եւ կարողացա հաղթել այդ դժվարությունը։ Նաեւ այս ընթացքում վնասվածքներ ես ստացել։ Չեն խանգարել, ինչն է քեզ դրդել, որ շարունակես այդուհանդերձ վնասվածքները, բուժվես, ապաքինվես, նորից շարունակես։ Ինչն է քեզ ոգևորում։ Ոսկե մեդալը, քաղաքի պատիվը, հանրապետության պատիվը բարձր պահելը։ Դե հենց երբ դու մասնակցում ես ոչ միայն քեզ համար, այլ ամբողջ Հայաստանի, դա նույնպես պատիվ է եւ չի կարող ինչ-որ վնասվածք խոչընդոտել այդ ճանապարհը։ Եվ քիքբոքսինգը ինչ չի սիրում, ինչն է արգելվում քիքբոքսինգում, ինչպիսի սպորտաձև է, եթե մի քանի բառով նկարագրելու լինես։ Դե այնտեղ շատ ոճեր կան, տարբեր են, ամենակարևորը, որ պետք է հարվածները լինեն հստակ, գոտկատեղից ներքև արգելվում է հարվածել։ Եվ մենամարտից առաջ ամենաշատը այդ պահին դու ինչ տրամադրվածությամբ ես մտնում, հաղթելու, թե պարզապես սխալներ թույլ չտալու։ Համ հաղթելու, համ էլ սխալներ թույլ չտալու, որովհետև ես նշեցի, որ ամբողջ հանրապետությունն եմ ներկայացնում։
Եվ միշտ է, որ մրցավարական կազմը արդարացիորեն է գնահատում, դու քեզ գնահատված զգում ես այդ ժամանակ, թե լինում են պահեր, որ կարծում ես, որ մի քիչ կողմնապահություն են արել կամ ինչ-որ բան այն չէ։ Ընդհանրապես լինում են կողմնապահություններ, բայց ես գոհ եմ։ Գոհ ես։ Եվ եթե սենց ազգերի հետ համեմատենք, որ երկրի ներկայացուցիչներն են ավելի շատ այս սպորտաձևում առաջատար, քո փորձից ելնելով կարող ես ասել։ Այս սպորտում ինձ թվում է առաջատարները իտալացիներն են, որովհետև բոլորը տարբեր ոճերով են մասնակցում։ Եվ հարցս ուղղում եմ քեզ, Սամվել ջան, 4 տարեկանից ես պարապում։ Ինչ տպավորություններ էին, երբ առաջին անգամ եկար մարզումների։ Առաջին անգամ երբ բերեցին ծնողներս բերեցին, սիրեցի մարզիչիս, շրջապատս եւ ցանկություն եղավ շարունակելու այս սպորտը եւ մինչեւ հիմա շարունակում եմ։ Ինչ է տալիս քեզ քիքբոքսինգը, ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ, թե ուղղակի ուզում ես նաեւ արտերկրում մենամարտել, դա է ոգևորում նաեւ։ Արտերկրում մասնակցելով առաջնություններին ամբողջ երկրի պատիվը բարձր պահելով դա է մեր նպատակը։ Երբ որ հանրապետության օրհներգն է հնչում, եռագույնն է բարձրացում, ինչ ես զգում այդ պահին։ Այդ պահին զգում եմ մեծ հպարտություն եւ կարողացել եմ մեր երկրի դրոշը եւ մեր երկրի օրհներգը ուրիշ երկրում բարձրացնել եւ շատ ազգերի լսեցնել։ Նպատակներ ունեմ մյուս տարի աշխարհի առաջնությունում նաև հաղթելու եւ ավելի մեծ հաղթանակներ ունենալու։ Ամենաշատը ում խոսքից, ում վերաբերմունքից ես ոգևորվում, երբ որ հաղթում ես։ Մարզիչներից խոսքից եմ ավելի շատ հաղթում, երբ լսում եմ նրանց եւ հաղթում եմ շրջապատիս, ծնողներիս, կապանոց սպասող մարդկանց համար։ Դժվարությունները մարզիկին կոփում են։ Դե մարզիչներն էլ շատ նուրբ չի կարելի լինել, քանի որ այդ դիսցիպլինան եւ դժվարությունները օգնում են մարզիկին պնդել եւ պատրաստ լինել այդ մրցման դժվարություններին։ Սյունիք ակումբը երբ հիմնադրվեց, 20 տարուց ավելի արդեն, ինչպես ստացվեց, որ հենց այս սպորտաձևը հիմնադրեցիք Կապանում, ինչու հենց քիքբոքսինգ։ Սկզբից 2000 թվականից զբաղվել ենք Muay Thai բոքսինգով։ Ես ինքս եմ մասնակցել, աշխարհաշրջան 3-րդ տեղ գրավել։ 3 տարի հետո նոր արդեն սկսել ենք քիքբոքս 2002 թվականից, քիքբոքսով զբաղվել է։ Ճիշտ է, էլ արդյունքներ ունենք Հայաստանի մասշտաբով։ Կարելի մի չեմպիոն տղաներ կան, հա։ Ուղղակի այդ ֆեդերացիայի, ասենք, իրանց ոչ, ասենք, այն կազմակերպված բանով հրաժարվեցինք էլի, բայց քիքբոքսը արդեն նորմալ ֆեդերացիա կար ու սկսենք աշխատել միասին քիքբոքս ֆեդերացիայի հետ։ Ինչպես է ստացվում համագործակցությունը ֆեդերացիայի հետ։ Չես կարա էլի, ասենք, քո ակումբով գնաս, կա հավաքական, կա Հայաստանի հավաքական։ Այդ Հայաստանի հավաքանի կազմի մեջ պետք է կարենաս մտնես, կարենաս աշխատես ճիշտ ձևով, որ աշխատես, ասենք, ընդգրկվեն երեխաները, մարզիկները ընդգրկվեն այդ հավաքանի կազմում, ֆեդերացիան միշտ իր մեծ դեր է խաղում, էլի։ Ֆեդերացիան համակարգում է ակումբների, Հայաստանի Հանրապետության ակումբների ռազմավարությունը, ինչպես նաև կազմակերպում է մրցաշարեր, թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ ՎԱԿՕ-ն միջազգային կառույց է եւ կառավարման գլխավոր մարմինն է եւ Հայաստանի Հանրապետությունում միակ համագործակցող կառույցը քիքբոքսինգի ֆեդերացիան է նախագահ Գառնիկ Հայապետյանի գլխավորությամբ։ Այս սպորտաձևը ըստ հեռանկարային է մարզիկի համար, ինչ որ Այնտեղ չի հեռանկարային, առաջի երթի միշտ հաշվենք բանակը։ Դա կարևոր է երեխեքը ֆիզիկապես ուժեղ են, իրենց լավ են զգում։ Քիքբոքսինգը արդեն օլիմպիական է ընտանիքում, Հայաստանի ամբողջ բանով կոչվում է Հայաստանում արդեն ընդգրկվել է օլիմպիական ընտանիք։ Նաև այստեղ եթե ուզում ենք որ որակյալ մարզիկներ պատրաստենք, նաև մեծ է ծնողների դերը։
միակողմանի Պարտադիր, ծնողը պետք է երեխայի հետ մարզիչի հետ, մեզ հետ, ոչ այդ խորհրդակցությունը պետք է լինի, էլի, կապը պետք է լինի։ Դա մեծ բան է, էլի, որ ծնողի հետ ծնողն էլ հասկանա, էլի ոչ թե ասի երեխա սա գնա տուրիստական։ Տուրիստականի ժամանակ չի, մենք պետության պատի պահենք։ Որ մենք երկուսով են այնտեղ նորմալ 24 թվին տեղեկ չեմպիոն դառան Իտալիայում աշխարհի գավաթի։ Երկուսով քայլում էինք այնտեղ Արմենիա գուտ։ Բաբատա թե մրցավար, թե բալեշիկներ։ 3 տարի առաջ երկու ակումբ էր գործում փաստորեն քիքբոքսինգի, որոշեցիք միավորվել։ Միավորումը նոր թափ հաղորդեց, սաների թիվը ավելացան, մարզիկների թիվը ավելացան, հաջողությունները ավելացան, ինչ տվեց դա։ Իհարկե մեծ դեր ունեցավ մեր ակումբների միավորումը, մեծ նշանակություն ունեցավ մեր հաջողությունները, միավորումից հետո ունեցանք ընդամենը մեկ հաջողություն բրոնզե մեդալ աշխարհի պաշտոնական առաջնությունից, այնուհետև սկսվեց մեր հաջողության կարիերան, էլի սենց ասած, որովհետև շատ վաղուց պետք է դա անեինք, ինչու չէինք անում, որովհետև քաղաքի մյուս ծայրում Գարայիկներ մարզում, մյուս ծայրում ես, հետո հասկացանք, որ այդպես չի լինում, առաջընթացը քիչ է եւ միավորվեցինք։ Այսօր քանի մարզիկ ունեք արդեն։ Այսօր 90 մարզիկ ունենք, Դալիճում մարզում են, շատ են պահանջում, զանգում, որպեսզի երեխաներին ընդունենք, բայց չեն կարողանում ընդունել, որովհետև չենք ուզում երեխային զբաղեցնել։ 24-25 թվականը ինչպիսին էր քիքբոքսինգի համար, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, լավագույն տարիներն էին նվաճած մեդալների քանակներով, դրսում մենամարտերի քանակներով նաև։ 2024 թվականին ունեցանք 7 ոսկե, 9 արծաթե, 10 բրոնզե մեդալ, իսկ 2025 թվականին ունեցանք 6 ոսկե, 9 արծաթե, 9 բրոնզե։ Այդ մեդալների քանակը միայն աշխարհի, Եվրոպայի գավաթի խաղարկություններից եւ Եվրոպայի աշխարհի առաջնություններից են բերել։ Իսկ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու համար ունեցանք 2024 թվականին 11 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե, իսկ 2025 թվականին 18 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ։ Սպորտի զարգացման եւ առհասարակ ցանկացած ոլորտի զարգացման համար այսօր ֆինանսավորում է պետք եւ կայուն ֆինանսավորում։ Մենք գիտենք, որ քիքբոքսինգի կողքին մշտապես ստեղծման օրվանից նույնիսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կանգնած է ձեր կողքին, ողջևորում է ամեն կերպ, որպեսզի երեխաները կարողանան բարձր արդյունքների հասնել։ Իհարկե անգնահատելի է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությունը, քանի որ թե մարզիչներից, թե մարզիկներին հնարավորություն է տալիս միայն մտածելու մարզումների եւ մրցաշարերի մասին, կայուն եւ պլանավորված ֆինանսավորման դեպքում հաջողությունները կրկնապատկվում են։ Մեր կողքին է ամեն առումով մարզահագուստից բռնած մինչև մարզագույք։ Սյունիք ակումբի այսպես գերնպատակը որն է այսօր։ Ինչին եք ձգտում հասնել։ Այսօր ինչ խնդիրներ ունեք, որ կցանկանայիք նաև որ դրանք լուծվեին։ Գերնպատակը այն է, որպեսզի մենք սիրողական ոճից տեղափոխվենք պրոֆեսիոնալ եւ մեծահասակների խումբ, ասենց ասած, ունենանք մեծահասակների խումբ, դրան անհրաժեշտ է որպեսզի մեր տղաները բանակից հետո վերադառնան սպորտ, բայց կոպիտ ասած ոչ միտեղ չաշխատելով մենակ սպորտով զբաղվեն, այսինքն պետք է պայմանագրեր կնքվի թե համայնքապետարանի հետ, թե մարզպետարանի հետ, թե մեր հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որպեսզի իրենք արդեն հասուն տղաներ են լինելու, կարողանան իրենց ընտանիքները պահեն սպորտի միջոցով։ Եվ մասնակցեն տարբեր մրցաշարերին։ Եվ մասնակցեն իհարկե տարբեր նույն իրավիճակն է ուղղակի մեծահասակների մասով։
Այսինքն մեծահասակների նկատի ունեք 18-ից բարձր։ 18-ից բարձր, այո։ Եվս մեկ այսպես ակումբ ձևավորվի մեծահասակ։ Պրոֆեսիոնալների պրոֆեսիոնալներն առաջ սիրողական հետ ու նոր պրոֆեսիոնալ, աստիճանաբար։ Նաև շեշտենք, որ անվճար են հաճախումները։ Այո, իհարկե, մարզումները անվճար են։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր այսքանը, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, նորանոր ոսկե մեդալներ։ Ստեսություն։